ըստ իս Ռուսաստանը փաստացի հասկացել է, որ այն արդյունքները, որոնք որ կարող էին լինել, իսկ մասնավորապես օրինակ քաղաքացիական պայմանագրի կամ գործող քաղաքական մեծամասնության սահմանադրական մեծամասնություն ունենալու հնարավորությունը չի եղել, ինչի արդյունքում իրենց սատելիտ ուժերի հետ մեկտեղ ավելի շատ հույս ունեն Հայաստանում որոշակի կոնկրետ ներքին քաղաքական ազդեցություններն ավելացնելու եւ կարծում հենց դրանով է պայմանավորված Ռուսաստանի շարունակական այո չեմ վախեն ասել էմբարգոն, ինչի մասին մերոնք չեն ուզում ասել, ասում են դա այդպես չի, սա պատժամիջոց չի եւ չի էլ կարող լինել, ինչպես լսել ենք վարչապետի կողմից եւ այս ճնշումների շարունակականությունն ըստ իս ցույց է տալիս, որ Ռուսաստանը փորձելու է շարունակել ազդել նաեւ ոչ միայն իրենց ուժերի միջև, այլև այն տնտեսական լծակների միջոցով, որոնք իրենք ունեն։ Ես կարծում եմ, որ Եկատերինբուրգ վարչապետի այցը մեր կողմից է ուրեմն նախաձեռնվել կամ ավելի ակտիվ մերոնք են ցանկացել գնալ հայկական կողմն է ցանկացել գնալ, տեսել ենք, որ դեռևս շնորհավորական չկա Պուտինի կողմից։ Շատ ցածր մակարդակի ընդունել էին իրեն, այսինքն ինքնաթիռից որ իջել էր, այն մարդիկ, ովքեր դիմավորել են իրեն, դա ռանգը ցածր էր։ Այո, եւ դա իհարկե դիվանագիտության մեջ ցուցադրական էլեմենտ է, այսինքն մենք փորձում ենք ցույց տնել, թե ոչ մի խնդիր չկա, ամեն ինչ շատ լավ է, բայց իրականությունն այլ է, մասնավորապես տեսնում ենք, որ շատ կոնկրետ ապրանքատեսակների արտահանումը դեպի Ռուսաստան փաստացի արգելված է եւ կարծեմ, որ միևնույն է օրակարգային հիմնական հարցերը չեն փոխվել, իսկ մասնավորապես օրինակ երկաթգծի խնդիրը, որը դեռևս ակտուալ է եւ դե արդեն վերջնական տեսանք, որ ցանցերի ազգայնացում է տեղի ունենում, սա Ռուսաստանի կողմից ցավոտ է ընկալվելու։ Ցավոտ են ընկալվելու շատ այլ քայլեր առաջիկայում, բայց կտեսնենք, թե ինչ է անելու Հայաստանի ընդդիմությունը, արդեն ունենք սահմանական դատարանի որոշումը եւ դեռևս չենք տեսնում փողոցային միջոցառումներ։ Գուցե աշնանը կլինի, կտեսնենք մանդատները կվերցնեն թե ոչ, այսինքն ինչ որ իմաստով դեռևս ժամանակ կա մինչեւ օգոստոսի սկիզբը հասկանալու համար, թե ինչպիսի քաղաքական համայնապատկեր են ունենալու խորհրդարանում։ Միացյալ Նահանգների հետ հարաբերություններում կարծում եմ որևէ էական փոփոխություն չի լինելու, այսինքն քննարկման հիմնական առանցքային թեման շարունակելու լինել TTIP-ը, չնայած այս մասին դեռևս շատ բան չենք լսում, բայց կարծում եմ օրակարգային հիմնական հարցը սա է։ Եվրամիությունը Ֆոն դեր Լայնի այցը ինչի մասին խոսեցիք, իհարկե աջակցություն էր գործող քաղաքական մեծամասնությանը, այլ պատճառ չկար, չնայած Բաքու այցը եւս կար, ինչպես տեսանք, եւ Ադրբեջանը, որը ցանկանում է Եվրամիության հետ ունենալ այլ մակարդակի հարաբերություններ, սա մի բան է, որը իրենց օրակարգային խնդիրն է։ Ինչ վերաբերում է Թուրքիա, Ադրբեջան եւ կամ Հայաստան, Թուրքիա, Ադրբեջան երրակողմ ինչ որ տրամաբանությանը դեռ կտեսնենք, թե ինչ նկատի ունի Թուրքիայի խորհրդարանի ղեկավարը, կարևոր է, որ սա խորհրդարանի ղեկավարի մակարդակ է, դեռևս արտգործնախարարի մակարդակում ասված չի, բայց մեծ համար օրակարգային հարցերը պարզ են եւ ակնհայտ։ Վերջնական համաձայնեցված է սահմանի բացումը, որը տեղի չի ունենում, այսինքն Թուրքիայի կողմում է։ Անելիքը, այսինքն բայց սա է օրակարգը, չէ՞, այսինքն դիվանագիտական հարաբերությունը սահմանի բացումը։ Հարցը այն էր, թե ընտրությունների արդյունքները նույնն են թողել բոլոր հարաբերությունների մակարդակները, թե ինչ որտեղ ավելացրել են, ավելի ջերմացրել են, ավելի սրտացրել են, թե վատացրել են։ Մենք ուզում էինք այդ տեսանկյունից դիտարկել։ Վստահաբար ազդել են ոչ դրական իմաստով Ռուսաստան-Հայաստան հարաբերությունների վրա, արդեն ասացինք։ Չէր փոխել, այսինքն եղել է վատ, որովհետև փորձենք հասկանալ Ռուսաստանի ուզածը ինչն է։ Դուք ասում եք էմբարգո, լավ, թող լինի էմբարգո։ Այսինքն Ռուսաստանը ցույց է տալիս, որ իրենց համար այս իշխանությունը կամ այն քաղաքական հարաբերակցությունը, որ ձևավորվել է, առանձնապես շատ ցանկալի չէ։ Այլապես չէին լինի այս պատժամիջոցների։ Բայց մինչև ուր նրանք պետք է չընդունեն արդյունքները, չշնորհավորեն, լավ, ասենք չեն շնորհավորել։ Քանի դեռ ընդդիմությունը։ Բայց եթե Միշուստինը ընդունում է Փաշինյանին, արդյոք դա ճանաչում չէ։ Բայց դեռևս նախորդ խորհրդարանի տրամաբանությամբ այս պահին գործող վարչապետ է։ Միանշանակ այո։ Այս դիհաչը հիշենք։ Այսինքն դեռևս շարունակում են նույն խորհրդարանը մնալ, չնայած վերջացել է նստաշրջանը, բայց ֆորմալ նրանք են, կառավարությունը դեռևս չի փոխվել, նոր խորհրդարանը
դեռևս նիստ չի գումարել, ուրեմն այդ իներցիայով կարող են ընդունել եւ բնականաբար նաեւ ցույց տնել, որ մենք չենք կանչել, ինքն է ուզել գալ, եկել է, սա է տրամաբանությունն ըստիս։ Ադրբեջանի ցանկությունները կամ Ադրբեջանի սպասելիքները եւս ոնց որ թե իրենք առնվազն մոտ ապագայում կրկին օրակարգայնացնելու են եւ կամ ակտիվացնելու են սահմանադրության փոփոխության կամ նոր սահմանադրության հարցը, այն փաստը, որ սահմանադրական մեծամասնություն չունի քաղաքացիական պայմանագիրը կարող են շահարկել այս կամ այն փուլում, բայց ընդհանուր առմամբ նաեւ տեսնում ենք ակտիվացում այն հռետորաբանությամբ, որը խաղաղության միտված չէ մեծ հաշվով, հա, խոսում են ինչ-որ վերադարձի մասին, խոսում են Արաբիական Ադրբեջան եզրույթով, այսինքն սրանք ակնհայտ են դարձնում, որ Ադրբեջանը մեծ պատկերում նաև օրակարգային է պահում այն հարցերը, որոնք որ խաղաղության այս պահին քննարկված պայմանագրով կամ փաստաթղթով պետք է որ իջիկ դառնային կամ առնվազն պաշտոնական մակարդակում օրակարգում չլինեին, բայց իրենք շարունակում են նաև այս տրամաբանությունը, պահելով, այսպես ասած, այս ուղին կամ հնարավոր լծակները կամ ազդեցության հնարավոր միջոցները, որ ունեն, չեն շտապում որևէ բան փոխել, կարծում եմ իրերի այն դրությունը, որը կա իրենց համար առավելապես ընդունելի է այս պահին, եւ Ադրբեջանի եւ Թուրքիայի պարագայում առաջընթաց ունենալու կամ ապահովելու տեսանկյունից Հայաստանի ապաշրջափակման հարցում, ուրեմն հիմա էլ կապում են նրա հետ, որ այ լավ կլիներ մի հատ էլ Վաշինգտոնից ցանկ ստանային, հա, օրինակ տեսանք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովներ Անկարայում, որտեղ Թուրքիան փաստացի բացի ընդունող կողմը լինելուց նաև Ամերիկայի հետ խոսակցությունում ըստ էության F-36-երի հնարավոր ստանալու մասին էր խոսում, սրանք այն հարցերն են, որտեղ կարծես թե վերջնական համաձայնություն չկա եւ Միացյալ Նահանգների կողմից որևէ հնարավոր ազդեցություն, որպեսզի առաջընթաց լինի Հայաստան-Թուրքիա կարգավորման տեսանկյունից, պայմանավորված է լինելու նաև Թուրքիայի կողմից ինչ-որ բան ստանալով ամերիկացիներից, ուրեմն հարցը պահում են այնպես ինչպես կա, որպեսզի հնարավորինս շատ շահույթով դուրս գան իրերի դրությունից։ Նույնը կարելի ասել Ադրբեջանի հետ կապված, բայց ավելի շատ Եվրամիության հետ խոսակցությունում եւ հենց դրա համար եմ ասում, որ ֆոն դեր Լայնի այցը ոչ միայն Երևան էր, այլև նաեւ Բաքու։ Կարելի ասել, որ այսպեսի ձևակերպել իրավիճակը, որ Հայաստանը եւ Ադրբեջանը գուցե եւ Ադրբեջանի նախաձեռնությամբ մրցակցում են իրենց լավ հարաբերությունների ձևավորմամբ Եվրամիության հետ եւ Ադրբեջանը Հայաստանի շնորհիվ, Հայաստանի միջոցով է, Հայաստանի գործոնի միջոցով է բարելավում իր հարաբերությունները եւ Միացյալ Նահանգների հետ եւ Եվրամիության հետ եւ ինչպես դուք ասացիք, այո, իրենց խոսույթը եւ Արևմտյան Ադրբեջան եւ այլն, այսինքն զենքը, նրանք զենքը չեն վայր դնում, զենքը ցուցադրում են, որ մեր ձեռքին կազենք, բայց խաղաղության թեմաներով, զրույցներով, այսինքն Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու պատրվակով փորձում են ամրապնդեն իրենց դիրքերը Ադրբեջան-ամերիկյան եւ Ադրբեջանա-Եվրամիության հարաբերություններում։ Եվ այստեղ կա մրցակցություն, այդ էր հարցս։ Ով ավելի սերտ կլինի, ով ավելի կապված կլինի Միացյալ Նահանգների հետ, կկապի Միացյալ Նահանգներին իր հետ, Ադրբեջանը թե Հայաստանը։ Հեք մրցակցություն բառը չի օգտագործի այն պարզ պատճառով, որ Եվրամիության հետ օրինակ ինտեգրացիոն հարաբերությունների որակը եւ մակարդակը շատ տարբեր են։ Եթե մենք որևէ մեկի հետ կարող ենք մրցակցել Եվրամիության հետ հարաբերություններում, ապա անմիջական հարևանությամբ կամ արդեն նախկին դարձող արևելյան գործընկերության երկրներից կլինի Մոլդովան, Ուկրաինան, այլ տրամաբանությամբ է, իրենք նաև այլ կարգավիճակ ունեն, ազատ առևտրի եւ համապարփակ ուրեմն ասոցիացիան համաձայնագրեր են ստորագրել, վիզայի ազատականացում ունեն, Վրաստանը, որ մեր անմիջական հարևանությամբ է, որ չնայած սառեցրել է ինտեգրացիոն գործընթացը մինչև 2028 թվական, այնուամենայնիվ ֆորմալ եւ ինստիտուցիոնալ առումով այլ մակարդակ, ավելի բարձր մակարդակ ունի, ուրեմն եթե պիտի մրցակցելու մասին խոսենք, ապա այս երկրների հետ է հնարավոր խոսել մրցակցության մասին եւ նաեւ հիշեցնեմ, որ Հայաստանն այս տարի միակ երկիրն է, որը Եվրամիության հետ ինստիտուցիոնալ մակարդակում Հայաստան-Եվրամիություն հրավերաժողով է ունեցել։
հա, այսինքն սա խոսում է նրա մասին, որ գերակայությունները, առաջնահերթությունները Բրյուսելի համար հստակ են մեր տարածաշրջանում։ Ադրբեջանը կարիք եւ ցանկություն ունի ունենալ այլ մակարդակ հարաբերությունների, որը չի ստանում մի շարք պատճառներով, ժողովրդավարության մակարդակ կլինի, քաղաքական հարաբերությունների հարց կլինի, հենց նույն Հայաստանի հետ առաջընթացով պայմանավորված որոշ իմաստով, բայց ակնհայտ է, որ Ալիևը կարիք ունի այնտեղից լեգիտիմություն ստանալու, նաև ներքին սպառման տեսանկյունից եւ ընդհանուր առմամբ հեղինակության հարց ունի, որտեվ պարզ է, որ նշածս թեմաների հետ կապված այնտեղ դժվար թե առաջընթաց ունենան խոսքի ազատության եւ ժողովրդավարության մասին Ադրբեջանում դժվար է խոսել, հա, ուրեմն լինելու են աշխարհակական տնտեսական առաջնահերթություններ։ Ընդհանուր առմամբ կրկնեմ, այստեղ մրցակցության հարց չի, այստեղ նաև իրենց գերակայությունների խնդիրն է, իսկ մասնավորապես դեպի կենտրոնական Ասիա ուրեմն ուղիների վերագործարկման կամ դրանց կայացման կամ դրանց ակտիվ աշխատանքի օգտագործման առումով։ Միացյալ Նահանգների հետ հարաբերություններում Ադրբեջանն այնուամենայնիվ ունի մի լրացուցիչ գործոն, որն Իսրայելի հետ հարաբերություններն է, որն ուղիղ կապ ունի նաև Բաքու-Վաշինգտոն հարաբերություններում եւ իրենց օրակարգային հարցերը այլ տրամաբանության մեջ են գործում։ Բայց այս ամենը նաև պայմանավորված է լինելու, թե ինչ է լինելու ավելի մեծ տարածաշրջանում, իսկ մասնավորապես մեծ մերձավոր արևելքում եւ Իրանի հարցում ինչ զարգացումներ կարող են լինել, այնուամենայնիվ Իրանում տեղի ունեցած, Իրանի դեմ տեղի ունեցած հարձակումից հետո տարածաշրջանն էապես փոխվել է մի շարք ուղղություններով, մասնավորապես դեռևս այս 60 օրերի ընթացքում տեսնելու ենք առաջին անգամ 1980 թվականից սկսած, որ Իրանը կարողանալու է ազատ բենզին վաճառել, հա, այսինքն 1980-ին, երբ Իրանում ամերիկյան դեսպանությունը պաշարվել էր փաստացի, այդ կետից այս կողմ դեռևս այս պատժամիջոցը չէր հանվել, Իրանը փաստացի վերահսկողություն է ստացել Հորմուզի նեղուցի վրա, ծոցի երկրներում հսկայական ներդրումների եւ այսպես ասած ներդրողի վստահության հարց է առաջացել, ամերիկյան բազաների արկայությամբ անվտանգության հարցերի շուրջ խնդիրներ կան եւ այս տեսանկյունից տրանսֆորմացվում են հարաբերությունները եւ այստեղ հետաքրքիր է լինելու, թե օրինակ Ադրբեջան-Իսրայել հարաբերություններում ինչ է տեղի ունենալու, որովհետեւ դեգրադացվում են նաեւ Թուրքիա-Իսրայել հարաբերությունները եւ այն հետաքրքիր այսպես ասած տարբեր դրսևորումներով միջնորդի դերը, որ Ադրբեջանը ենթադրաբար ուներ Իսրայել-Թուրքիա հարաբերություններում, սա նույնպես էապես փոխվելու է։ Ուրեմն, եթե Ադրբեջան Միացյալ Նահանգներ, ապա կարծում եմ, որ սա պայմանավորված է լինելու լայն տարածաշրջանում նոր մոտեցումներով, Եվրամիության հարցում կարծում եմ մենք Ադրբեջանի հետ չէ, որ մրցակցում ենք։